Իմ կյանքը, որ լեցուն էր անակնկալներով, երբեմն ինձ դնում էր այնպիսի իրադրության մեջ, որ ես չէի գտնում դուրս գալու ելքը։ Եվ այն զգացումն էի ունենում, որ կարծես ինքս չէի ստեղծում իմ ճակատագիրը։ Հայտնվում էին անծանոթ մարդիկ, որոնք խոժում էին կյանքիս մեջ, հյուրընկալում ինչ-որ ժամանակ, կիսում ինձ հետ իմ նախասիրությունները, դառնում իմ կյանքի և շուրջս ստեղծվող ճակատագրի ինչ-որ մասնիկը։ Ես նմանվում էի քաղաքից քաղաք շարժվող այն գնացքին, որին ամեն կանգառում հանդիպում եմ մի նոր այցելու, մտերմանում, վայելում իմ մտերմությունը և իջնում այն կանգառում, որն իրեն անհրաժեշտ էր։ Միգուցե իմ շարժուն անհանգիստ նկարագիրն է պատճառը, որ շուրջը ստեղծվում է մի աշխարհ գունագեղ և հետաքրքիր հանդիպումներով։ Գարնան սկիզբն էր։ Երկարատև անձրևներից հոգնած Փարիզը փայլում էր մի անսովոր գեղեցկությամբ։ Վաղ առավոտյան հնչեց բնակարանից հեռախոսի զանգը։ «Հիշում ես,» ասաց նա, «ես Անահիտն եմ, քո ընկերուհու քույրը, այժմ Շարլ Ազնավուրի հոր Միշա Ազնավուրի տանն եմ, Մոնֆոր Լամորի, կգաս մեզ այցելության»։ «Իսկ դա որտեղ է,» հարցրեցի ես, քանզի գաղափար չունեի, թե որտեղ է այդ վայրը։ «Եվ ինչ ես անում դու այդտեղ»։ «Ես Միշա Ազնավուրի խնամակալն եմ, նա հիվանդ է, կոկորդի քաղցկեղ ունի, ես եմ խնամում նրան, հիասքանչ անձնավորություն է, բարության մարմնացում, մենք այստեղ շատ միայնակ ենք, կարոտ հայերի», ասաց նա, և ինձ բացատրեց, որ գնացքով Մոնպարնաս կայարանից կհասնեմ Մոնֆոր Լամորի։ Հաջորդ առավոտ ես նրանց մոտ էի, անտառների մեջ կորած մի բնակարանում, որ բուրում էր թթվածնով և ծաղիկների հոտավետ բուրմունքով։ Շրջապատում ուրիշ բնակարաններ չկային։ Անտառում կորած նրանց տնակը կարծես Մենաստանում կորած մի անձնուհի լիներ։ Շարլ Ազնավուրը գնել էր այդ տարածքը որպես ապագայի համար շահութաբեր բիզնես։ Համատարած ամայության մեջ լսվում էր թռչունների ծլվլոցը որպես տիեզերական սիմֆոնիա։ Ազնավուրի հայրը, պարոն Միշան, 70-նանց բարեկազմի ծերունի էր, սպիտակահեր, բայց լույս ու կրակ արտահայտող հայացքով։ Տան բոլոր պատերին Շարլ Ազնավուրի նկարներն էին, մանկության տարիներից սկսած։ Երևում էր, որ հայրը պաշտամունք ուներ տաղանդաշատ որդու հանդեպ։ Պարոն Միշան որդու նման միջահասակ էր, շարժուն և կենսախինդ։ Բայց երկար զննելուց հետո նրա աչքերում նկատեցի անսահման թախիծ, որն իր մենակյաց կյանքի պատճառն էր։ «Որդիս,» ասաց նա, «ամեն ինչ արել է, որ ես խաղաղ կյանքով ինձ երջանիկ զգամ, սակայն մոռացել է, որ ես հանգիստ մենակյաց կյանքով ապրող մեկը չեմ։ Ես նման եմ այն մարդկոցին, որը պետք է մարդկանցով լիցքավորվի»։ Ու նա պատմեց Պիգալում իրենց հին բնակարանի մասին, որը միշտ լիքն էր արվեստասեր մարդկանցով։ «Քիչ բան ունեինք,» ասաց նա, «բայց երջանիկ էինք։ Կինս ողջ էր, զավակներս մեզ հետ, մեր տունը լեցուն էր բարեկամներով, ովքեր սիրում էին մեզ և երաժշտությունը»։ Վայրկյաններ անց, երբ նա սթափվեց անցյալը հիշեցնող հուշերից, վերցրեց սենյակի մի անկյունում պահված դհոլը և ասաց. «Պարել գիտես, աղջիկս»։ «Իհարկե», ասացի ես։ Երբ նրա ջլուդ բարակ մատները թմբկահարեցին դհոլի կաշվեց ածկույթը, սենյակը լցվեց կյանք սփռող երաժշտությամբ։ Ես նստած տեղիցս վեր ցատկեցի և տրվեցի խելացնոր երաժշտության ռիթմին։ Տխրությունից ազատագրված հոգիս դուրս պրծավ մարմնիցս և տրվեց պարային շարժումներին։ Դա պարզ չէր, այլ խելագարություն, մի պանդուխտ հայուհու հոգուց դուրս պրծած ճիչ, ուր և թախիծ կար, և ցնծություն։ Պարոն Միշան անճանաչելի էր դարձել։ Նա այնքան խանդավառ էր, որ կարծես երիտասարդ լիներ։ Երբ պարը վերջացրի, նա ինձ ասաց. «Աղջիկս, աչքերս երջանկացրիր, քո եռանդն ինձ վերադարձրեց կյանքին, շնորհակալ եմ»։ Ժամեր անց լսվեց պարտեզի դռան ճռռոցը։ Մենք զգաստացանք։ Միշայի դեմքին գծագրվեց որդու հանդիպումը կազմակերպելու մտահոգությունը։ «Անահիտ, շուտ սեղան պատրաստիր, Շարլի և իր տիկնոջ համար, նրանք քաղցած կլինեն»։ Անահիտը ձեռքերը հենած կոնքերին շատ հանգիստ պատասխանեց. «Ոչինչ էլ չեմ պատրաստի, ես քո խնամակալն եմ, և ոչ թե տղայիդ ու իր կնոջ։ Այդ շվեդուհին թող տղայիդ կերակրի, դա իր պարտականություն է,
Ինչ է տղադ չէր կարող հայուհի կին ունենալ։ Ես զարմացած նայեցի նրան, բայց ոչինչ չասացի։ Անահիտի հայացքում և բառերի մեջ մի այնպիսի զայրույթ կար անձնավորի կնոջ հանդեպ։ Անահիտ, դու սիրահարված ես Շառլին, ասացի ես։ Քո զայրույթը ոչ թե Շառլի հանդեպ է, այլ օտարազգի այդ կնոջ, որին ընտրել է հանճարեղ շանսյոնը։ Ինչ է, ես նրանից ինչով եմ պակաս, ասաց նա։ Բռնեց ձեռքս և քարշ տվեց պարտեզի խորքը։ Ծառերի սաղարթների արանքից մեր թաքստոցից ես տեսա, թե ինչպես հայր ու որդի ջերմորեն գրկախառնվեցին։ Հետո հայրն ինչ-որ բան շշնջաց որդու ականջին, հասկացնելով, որ իր խնամակալը տանը չէ։ Շառլը մոտեցավ կնոջը, մեզ անհասկանալի լեզվով ինչ-որ բան ասաց, ապա նրանք ուղղվեցին դեպի պարտեզի դարպասը։ Նրանց ետևից քայլում էին ազնվազարմ երկար ոտքերով ճերմակաբաշ երկու շներ, ազնվական ցեղից։ Շառլ անձնավորի մեկնելուց հետո մենք ելանք մեր թաքստոցից։ Միշան նայեց Անահիտին և ասաց. «Լավ բան չարիր, աղջիկս, լավ բան չարիր»։ Իսկ Անահիտը խրոխտ հայացքով նայեց պարոն Միշային և ասաց. «Այդ կինը հազարներ է ծախսում իր օծանելիքների վրա, բայց մի հայ տղամարդ կերակրել չգիտի»։ Այդ տհաճ միջադեպն ինձ շատ տխրեցրեց։ Ես հրաժեշտ տվեցի նրանց, խնդրելով, որ մի օր այցելեն մեր բնակարանը, Արֆորվիլ, հայկական տոլմա ուտելու։ Պարոն Միշան խոստացավ, որ կգա, և ուրախացավ, որ առիթ կունենա ընտանիքիս հետ ծանոթանալու։ Մի շաբաթ անց Անահիտը պարոն Միշայի հետ այցելեց մեզ։ Ուրախությունից ես ինձ կորցրել էի։ Իմ պաշտամունքը Շառլ Ազնավուրի հանդեպ անսահման էր։ Նրա երգերը լսելիս ես տեղափոխվում էի մի ուրիշ աշխարհ։ Երգի բառերը ծնված էին հոգոցավից և իմաստությունից, որը հատուկ է մեր ազգին։ Իսկ երաժշտությունը հոգեզմայլ էր։ Պարոն Միշան եկել էր ձեռքին մի մեծ կապոց։ Նա զգուշորեն կապոցից հանեց դարչնագույն կաշվե մի պիջակ և ասաց. «Ջուլիետ, սա Ազնավուրի պիջակն է։ Հագնում էր, երբ 13 տարեկան էր։ Նվիրում եմ տղայիդ։ Երբ տղադ փոքր-ինչ մեծանա, թող հագնի»։ Տարիներ հետո, երբ մենք տեղափոխվում էինք Ամերիկա, ես փնտրում էի պիջակը։ Չգտա։ Անհայտացել էր տանից։ Կամ գուցե տղաս նվիրել էր ինչ-որ մեկին, չհասկանալով դրա արժեքը։ Ցերեկույթն անցավ անչափ ուրախ, լեցուն անեկդոտներով և զվարճալի պատմություններով։ Միշան պատմեց իր աղջկա Աիդայի և Ժորժ Կարվարենցի մասին։ Միշան երջանիկ ծնող էր, բայց դժբախտ կնոջ մահից հետո։ Սիրելի Միշա, այսքան երկար տարիներ հետո, երբ ես գրում եմ այս տողերը, դու պառկած ես տղայիդ կողքին Մոնֆոր Լամորի գերեզմանոցում, անբաժան նրանից։ Կյանքը Շառլ Ազնավուրի կաշվե պիջակի նման է։ Մի օր մենք թողնում ենք մեր մարմինն այս աշխարհում և տեղափոխվում մի այլ աշխարհ, ուր հոգիներն ապրում են հավերժության մեջ։ Ես և հազարավոր հայեր երախտապարտ ենք քեզ, որ նվիրեցիր մեր ազգին ու աշխարհին մի այնպիսի զավակ, որ իր երկրորդը չունի։ Ես երջանկացրի քո հայացքը լոկ մի ակնթարթ, իսկ դու քո որդու միջոցով երջանկացրել ես մի ամբողջ աշխարհ։ Երախտապարտ ենք քեզ, սիրելի Միշա Ազնավուր։